Հայ-վրացական սահմանի 3 անցակետերը վերջին 2 օրերին կաթվածահար վիճակում էին։ Բեռնատարների վարորդները փակել են դեպի Վրաստան տանող ճանապարհները՝ ի նշան բողոքի Ռուսաստանի սահմանած նոր կանոնակարգի դեմ։ Սա վարորդների վերջին ծայրահեղ քայլն է՝ մի քանի անհաջող բողոքի ակցիաներից եւ կառավարությունից ու Ռուսաստանի դեսպանատնից սպառիչ պատասխաններ չստանալուց հետո։ Խնդիրը դաշնային նոր օրենքն է, որով օտարերկրյա քաղաքացիների երկրում գտնվելու ժամկետը 180-ից կրճատվել է մինչև 90 օր։ Վարորդները պնդում են, որ այս սահմանափակումը կործանարար է իրենց համար, քանի որ հաճախ նրանք միայն վերին Լարսի անցակետում են անցկացնում շաբաթներ, երբեմն ավելի շատ ամիսներ։ Ինձ չի դաշկերը իմ 90 օրս դրածա ինձ դեպորտ կենեն, թե ինչ կենեն ինձ հարցստեղ իմ երկրից ապրելաձևն է, որտեվ շուտով հունվարով էտեսիկ բանի տեղ չդրեցինք, հունվարի 1-ով կնան լրիվ փակեն, շրջափակման մեջ մտնենք։ Ում ձեռը 1% հնարավորություն կա, թող թասիբ ունենան, քաղաքականությունը դնեն մեկ կողքի, սև ու սպիտակը դնեն կողքի, ուղղակի կպնին մեր այս հայ ազգի գործին։ Գարնիկ Դանիելյան։ Խնդիրը ազգային ժողովի ամբիոնից բարձրացրեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, մեղադրելով իշխանությանը անգործության մեջ։ Հարյուրավոր մեր հայրենակիցներ զրկված են իրենց ապրուստի միջոցից, հայտնի սահմանափակումների պատճառով, 90 օրյա ժամկետի սահմանափակման պատճառով մարդկանց դեպորտ են խփում։ Մինչև հիմա այդ մարդիկ սպասում են պատասխանների եւ ցավոք սրտի այդ պատասխանները չստանալով մարդիկ դիմել են անհնազանդության, խաղաղ անհնազանդության միջոցի։ Բեռնափոխադրողները ստիպված են եղել 3 անցակետերում ակցիա իրականացնել։ Մի քանի անգամ եւ կառավարության շենքի մոտ եւ տարբեր վայրերում բողոքի իրենց ձայնն են բարձրացրել։ Ըստ Գառնիկ Դանիելյանի, այդ ուղղությամբ որևէ գործուն քայլ չի արվել։ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը իր ֆեյսբուքյան էջում քննադատել է նախարարին, նշելով, որ մինչ նա զբաղված է քաղաքական հայտարարություններով, բեռնափոխադրողների ճգնաժամը, որի հասցեատերը հենց ինքն է, մնում է չլուծված։ Խոսվում է բարձր մակարդակով բանակցությունների մասին, բայց իրական լուծում չկա։ Վարորդները շարունակում են հայտնվել սև ցուցակներում, բեռնատարները շարունակում են կուտակվել սահմանին, իսկ Հայաստանի տնտեսությունը կորցնել վստահելի գործընկերոջ համբավը։ Ի պատասխան քննադատությունների էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ խնդիրը քննարկվել է ռուսական կողմի հետ, եւ նրանք տրամադրված են լուծում տալ հարցին։ Մեր տեղեկություններով այս պահին արդեն իսկ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում գտնվում է շրջանառության փուլում, շրջանառության մեջ։ Հոկտեմբերի 24-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ խորհրդի նիստը, որտեղ այդ հարցը քննարկվելու է եւ կոնկրետ հստակություններ կլինեն։ Պապոյանը նշեց, որ հարցը ընդգրկվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում։ Բեռնատարների վարորդները առավոտյան բացել են միջպետական ճանապարհները, այժմ սպասում են հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստում հարցի քննարկմանը։ Աննա Հարությունյան, Reopen Media։